տեսնում եք մոտ 1.5 անգամ ավել է, քան բարեկամական համարողներինը։ Մենք նաև հարցրել ենք, թե ինչպես է ըստ ռեսպոնդենտների վերջին շրջանում փոխվել Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Մեծ հաշվով երկու հարցերի պատասխանները բավականին նման են, ռեսպոնդենտների մոտ 2/3-ը համարում են, որ թե Հայաստանի հանդեպ, թե Հայաստանի իշխանությունների հանդեպ Ռուսաստան Դաշնության վերաբերմունքը փոխվել է դեպի բացասականը եւ մոտ 4-5%-ն են, որ համարում են, որ դեպի դրականն է փոխվել։ Մենք փորձել ենք նաև հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանի ազդեցիկության ընկալումները Հայաստանում, ինչքանով են Ռուսաստանը համարում ազդեցիկ առաջին մասում աշխարհում եւ երկրորդ մասում տարածաշրջանում։ Եվ տեսնում ենք, որ ռեսպոնդենտների մոտ 1/3-ը համարում են, որ Ռուսաստանը շատ ազդեցիկ է թե աշխարհում, թե տարածաշրջանում, մոտ 40%-ը համարում են, որ Ռուսաստանը ազդեցիկ է թե աշխարհում, որոշ չափով ազդեցիկ է թե աշխարհում, թե տարածաշրջանում, եւ մոտ 13%-ը համարում են, որ այդքան էլ ազդեցիկ չի, ուրեմն մոտ 8-9%-ն էլ համարում են, որ բոլորովին ազդեցիկ չի Ռուսաստանը ոչ աշխարհում, ոչ տարածաշրջանում, երկու գրաֆիկները, ինչպես տեսնում են, իրար բավականին նման են։ Եվ այն հարցը, որը հիմա կա քաղաքական օրակարգում, որքանով են համամիտ այն մտքին, որ Հայաստանը պետք է դուրս գա հավաքական անվտանգության պայմանագրի անդամակցությունից, այստեղից ներառված չեն, դժվարանում են պատասխանել տարբերակները, եւ 30% լիովին համաձայն են, մոտ 26% մասամբ համաձայն են, մոտ 18% ուրեմն այդքան էլ համաձայն չեն եւ մոտ 25%-ը բոլորովին համաձայն չեն։ Այսինքն մեծ հաշվով այս գրաֆիկից մենք հստակ տեսնում ենք, որ ամեն դեպքում հասարակության մեծ մասը ավելի շատ համաձայն է այդ մտքի հետ, քան հակառակը։ Վերջին գրաֆիկում մենք համեմատել ենք ոչ միայն 19 թվականի